Շնորհակալություն ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք ֆինանսավարական եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը եւ չնայած որ վերջի օրերին մեր ընդդիմադիր գործընկերների կողմից բազմաթիվ իրար հակասող եւ հաճախ իրականությանը չհամապատասխանող պնդումներ արվեցին, ուզում եմ այնուամենայնիվ այս ամբիոնից դիմել Տիկին Մանուկյանին, ասելով, որ ձեր ընտրության պարագայում Տիկին Մանուկյան, իդեմս ինձ եւ վստահ եմ իմ ֆրակցիայի գործընկերների, դուք ունեք վստահելի գործընկերներ ձեր ուրեմն ազգային ժողովի կողմից կառավարության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորինս ուրեմն արդյունավետության համատեքստում եւ բացառված է մի իրավիճակ, որտեղ մենք կլինենք ուրեմն քննարկման տարբեր կողմերում եւ դուք մեզ կհամոզեք ձեր դիրքորոշման ճշմարտացիության մեջ եւ մենք մեր դիրքորոշումը չենք փոխվի պայմանավորված մեր կուսակցական պատկանելությամբ։ Այնուամենայնիվ, հարգելի գործընկերներ, քանի որ խոսվեց ճշմարտությանը չհամապատասխանող կամ իրար հակասող պնդումների մասին, կուզեմ անդրադառնալ մի քանի դրվագների։ Երեք պարոն Ֆարմանյանը հարցի ընթացքում պնդում արեց, որ Վրաստանում բիզնես վարկերը շատ ավելի էժան են, քան Հայաստանում, սա կոնկրետ փաստային աղավաղում է, հարգելի գործընկերներ, որովհետև այս պահին իմ ձեռքի տակ ամենաթարմ տվյալներն են, ըստ որի Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով բիզնես վարկերը տատանվում են 11.5-ից 13%-ի միջակայքում, մինչդեռ Վրաստանում նույն միջակայքը 14-ից 15.5% է։ Եվ չնայած արձանագրեցինք, որ այս պնդումը ինքնին իրականությանը չի համապատասխանում, հաջորդիվ պարոն Ֆարմանյանը հարցնում է Տիկին Մանուկյանին, ասում է. Արդյոք դուք կարծում եք, որ օրենսդրորեն այս հարցը հնարավոր է կարգավորել եւ իր զարմանս ինձ Տիկին Մանուկյանը ասում է այո միանշանակ եւ խոստանում է, որ հանձնաժողովի նախագահի կարգավիճակում կանի առավելագույնը, որպեսզի այս հարցը մտնի օրակարգ։ Տիկին Մանուկյան, կխնդրեմ պատասխանեք իմ հետեւյալ հարցին, թե արդյոք դուք նկատի ունեք կարգավորում ֆինանսական համակարգի նկատմամբ տոկոսային առաստաղ սահմանելու տեսքով, եթե այո, ապա արդյոք ուսումնասիրել եք միջազգային փորձ նման պետությունների, ովքեր նման քայլի են դիմել եւ ինչ հետևանք է ունեցել այս քայլը տվյալ երկրների ֆինանսական համակարգի վրա։ Տիկին Մանուկյան, երեկվա հարց ու պատասխանը լի էր այլաբանություններով, ձեր կողմից դուք համեմատում եք մեր պետական պարտքը եւ դրա օգտագործումը մի պայմանական տան հետ, որի առաստաղը կաթում էր եւ մենք շարունակ վերանորոգում էինք մանրահատակը։ Կխնդրեմ ձեր ելույթում շատ հստակ ասեք, թե ինչը նկատի ունեք այս ալեգորիան բերելով, թե օրինակ որն է այն մանրահատակը, որը մենք շարունակ վերանորոգում ենք, ենթադրվում է խոսքը գնում է ասֆալտապատման աշխատանքների մասին կամ դպրոցաշինության եւ որը ամենակարևորն է, հուշեք մեզ որն է այդ առաստաղը, որը կաթում է, որը մենք այսքան ժամանակ չենք նկատում։ Տիկին Մանուկյան, իմ գործընկերոջ հարցինի պատասխան երեք դուք ասացիք, որ չեք պատրաստվում պատասխանել հարցին, որովհետեւ դուք քննության չեք։ Տիկին Մանուկյան, ամենայն հարգանքով ես կարծում եմ, որ մենք բոլորս ամեն օր երբ մոտենում ենք այս ամբիոնին, յուրովի քննության ենք ենթարկվում մեր հանրության աչքի առաջ։ Սա առաջին հերթին հարգանք է եւ մոտեցում է մեր հանրության նկատմամբ, որը մեզ հետևում է եւ կարծում եմ նույնիսկ այն պարագայում, երբ հարցի բովանդակությունը ձեզ դուր չի գալի, կամ նույնիսկ եթե այդ հարցի պատասխանը դուք չգիտեք, կարծում եմ դա լավագույն պատասխանը չէր եւ առաջին հերթին մեզ հետևող մեր հանրության աչքերում։ Ես երեք ձեզ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հարց տվեցի եւ դուք ի պատասխան իմ հարցին ասացիք, որ այո միանշանակ տեսնում եք զուգահեռներ Հայաստանում անշարժ գույքի շուկայի ուրեմն գների եւ 2008 թվականի ԱՄՆ ուրեմն անշարժ գույքի գների բանի մեջ, դրսևորումների մեջ։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ ամենևին ձեր դիրքոր, որովհետեւ հետո դուք ասացիք, որ Կարելի ասել գուժեցիք նմանատիպ մի բան, ասացիք դե հույս ունենք, որ մեր մոտ էլ նույն ապագան մեզ չի սպասվում։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ բացարձակապես համաձայն չեմ այս համեմատության հետ, չնայած որ հարցը ես տվեցի, բայց իրականում որևէ առնչություն 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը մեր իրականության հետ չունի, մի պարզ պատճառով, որովհետև այն ճգնաժամը, որի մասին մենք խոսում ենք, ուներ մեկ հիմնական պատճառ։ Դա հիպոթեկային վարկերի արժեթղթավորումն էր։
կամ փաթեթավորումը նոր արժեթղթերի տեսքով, որը Հայաստանի Հանրապետությունում ուղղակի գոյություն չունի, պայմանավորված այդ թվում մեր ֆինանսական շուկաների զարգացվածության աստիճանով։ Տարօրինակաբար երեկվա իմ հարցից հետո պարոն Մեսրոպ Մանուկյանը, չգիտես ինչի նյարդայնացավ եւ հորդորեց ինձ կամ պարոն Եղոյանին այլևս հարցեր չտալ ոլորտներից, որից մենք չենք հասկանում, ինչից հետո տարօրինակաբար տիեզերքի միակ տնտեսագետի կոչմանը հավակնող Մեսրոպ Մանուկյանը, նույնին ինքը մերօրյա Ադամ Սմիթը արեց հետևյալ տարօրինակ հայտարարությունը։ Նա ասաց, որ ինչ նկատի ունեք, որ հարց եք տալիս մեր պետական պարտքի կառուցվածքի հետ կապված։ Նկատի ունեք ներքին արտաքինը, ասեմ համամասնությունը 50.8 եւ 49.8։ Հարգելի գործընկերներ, գումարում ենք այս երկու թվերը, պարզվում է, որ մեր պետական պարտքը կազմում է ընդհանուր համամասնությունը, որ գումարենք, ստացվում է 100.6%։ Եվ թերևս կարելի է փակել այս թեման, այնուամենայնիվ Տիկին Մանուկյան, ես կկրկնեմ իմ հարցը, որովհետև ըստ էության չպատասխանեցիք, իմ հարցը հետևյալն էր, քանի որ դուք կարևորում եք այս բանի թեման, պարտքի թեման։ Ենթադրվում է, որ պարտքի հետ կապված պետք է որ առնվազն որոշակի պատկերացում ունենաք այդ թվում պարտքի կառուցվածքի վերաբերյալ, այդ թվում ներքին եւ արտաքին, եւ որ ամենակարևորն է, դրանից բխում է արտարժութային ռիսկը։ Եվ ուզում եմ համեմատության կարգով ասել, որ 2017 թվականին մեր պետական պարտքի կառուցվածքը հետևյալն էր. արտաքին 81.4% եւ ներքին 18.6%։ Հիմա այս համամասնությունը պտտվել է 180 աստիճան եւ մեր պարտքի մեծ մասը ներքին է, ինչը էականորեն նվազեցնում է արտարժութային ռիսկը մեր տնտեսության վրա։ Եվ հարգելի գործընկերներ, խոսելով մեր գործընկերների հանրապետական կուսակցության հետ կապ ունենալ չունենալու մասին, ես ուզում եմ իմ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ արտահայտել, հարգելի գործընկերներ, անկեղծ որ ասեմ, ձեր ազգակցական կապերը հանրապետականների հետ իմ համար գրեթե նշանակություն չունի։ Նույնիսկ ձեր նախկինում հանրապետական կուսակցության կարգավիճակը իմ համար այդքան նշանակություն չունի, ինչքան այն բովանդակությունը, որը դուք եւ իրանք կիսում եք, որը դուք եւ Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած կուսակցությունը կիսում են։ Այսինքն ձեր խոսույթի եւ ձեր առանցքային եւ գլոբալ հարցերի վերաբերյալ ձեր դիրքորոշումները իդենտիկ են, որևէ բանով չեն տարբերվում։ Եվ որպես օրինակ, հազարավոր օրինակներից մեկը, բայց այնուամենայնիվ կբերեմ։ Ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հարցազրույց տալով հայտնի ոդկասթին ասում է հետևյալը, եւ երկուստե ցիտատա։ Ասում է՝ մի դպրոցում, որտեղ 20 աշակերտ կա, 20 միլիոն համարյա դոլար են ծախսում դպրոց կառուցելու համար։ Երրորդ մարդիկ ասում են՝ արա, այդ 2 միլիոն դոլարը ներդրեք, մի հատ բիզնես բան անենք։ Սկսում են ծաղրել, ասում, այ դու կրթությանը դեմ ես։ Արա, կրթությանը դեմ չեմ, այլ ես կողմ եմ, որ շատ թե քիչ արդյունավետ։ Հիմա այդ թալանը ինչ տարբերություն թալանում ես, թե վատնում։ Եվ չնայած, որ այս հանրապետականից տարանջատվելու գործելակերպը դեռևս նախընտրական քարոզարշավից կար, այդ օրերին շաբաթներ կամ 1-2 ամիս անց, ուշադրություն հարգելի գործընկերներ, Ուժեղ Հայաստան խմբակցության կամ դաշինքի ղեկավարը անում է հետևյալ արտահայտությունը։ Ասում է՝ դուք որ հարցնում եք ինչու են այդքան դպրոց կառուցում կամ ասֆալտ, որտեղ ուղեղ չունեն։ Հիմա հարգելի գործընկերներ, եկեք գտնենք 3 կամ 4 կամ 5 կամ 10 կամ ինչքան որ ուզեք տարբերություն, վստահ եմ չեք գտնի, եւ սա վերաբերվում է բոլոր այլ ոլորտներին, այլ ոլորտային քաղաքականությունների պատկերացումներին, արտաքին քաղաքականության մասին էլ չեմ խոսի, ամենաանկյունակարային եւ այլն։ Այնպես որ հարգելի գործընկերներ, կարծում եմ, եթե ուզում եք ձեզ զատեք հանրապետականից կամ Ռոբերտ Քոչարյանից, առաջին հերթին զատվեք բովանդակությամբ։ Այդ պարագայում երևի կհավատանք մենք ձեզ եւ մեր հանրությունը։ Շնորհակալություն։